Ինչ եղավ Պիղատոսի հետ։ Պոնտացի Պիղատոս նոր կտակարանում հիշատակվող կենտրոնական անձանցից մեկը։ Հիսուս Քրիստոսը խաչվեց հենց նրա օրոք։ Ո՞վ էր այդ մարդը, որը իր անունը թողեց պատմության մեջ, եւ ինչ եղավ նրա հետ հետո։ Այս տեսանյութում միասին կփորձենք բացահայտել Պիղատոսի կերպարը, հիմք ընդունելով պատմիչների վկայությունները, եկեղեցու ավանդությունը եւ աստվածաբանական մեկնությունները։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպիսի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Առաջին դարի հրեա եւ հռոմեացի պատմիչ Հովսեփոս Փլավիոսը իր հրեական հնությունները աշխատության մեջ նկարագրում է Պիղատոսին որպես դաժան եւ կոպիտ կառավարիչ, որը հաճախ բախվում էր հրեաների հետ։ Նա փորձում էր Երուսաղեմ եւ նույնիսկ Երուսաղեմի տաճար մտցնել հռոմեական խորհրդանիշներ, կայսրի պատկերը, կայսերական սիմվոլներ եւ այլն, ինչի պատճառով ժողովուրդը բողոքում էր նրա դեմ։ Պիղատոսի մասին նաև հիշատակել են հռոմեացի մեծ պատմիչներ Կորնելիոս Տակիտոսը եւ Սվետոնիոս Թրանկվիլոսը, հիշատակելով Հիսուս Քրիստոսի մահապատիժը Պոնտացի Պիղատոսի դատավճռով Տիբերիոսի օրոք։ Այս վկայությունները ցույց են տալիս, որ Պիղատոսը մի կողմից կայսեր հավատարիմ պաշտոնյա էր, իսկ մյուս կողմից բարդ հարաբերությունների մեջ էր հրեաների հետ։ Ավետարաններում Պիղատոսը հայտնվում է պատմության ամենակարևոր պահին։ Նա 3 անգամ հայտարարում է. «Ես այս մարդու մեջ ոչ մի մեղք չեմ գտնում», բայց ամբողջի ճնշման տակ նա ձեռքերը լվաց, ասելով, որ անմեղ է այդ արյան մեջ։ Պիղատոսի ձեռքեր լվանալը դարձավ անարդարության ամենախորհրդանշական պահերից մեկը։ Դա փորձ էր փախչելու պատասխանատվությունից։ Դարերի ընթացքում եկեղեցու հայրերը Պիղատոսի այս արարքի վերաբերյալ տվել են տարբեր մեկնություններ։ Պիղատոսը դատապարտեց իրեն ավելի քան Քրիստոսին, որովհետև գիտեր ում է մատնում մահվան։ Հովհան Ոսկեբերան։ Նա ճշմարտությունը տեսավ իր առջև կանգնած, բայց չկարողացավ կանգնել ճշմարտության կողքին։ Օգոստինոս Երանելի։ Այս մեկնությունները ցույց են տալիս, որ Պիղատոսի մեղքը ոչ միայն դատավճիռը կայացնելու մեջ էր, այլև իր վախկոտության մեջ։ Քրիստոնեական պատմիչ Եվսեբիոս Կեսարացին գրում է, որ Տիբերիոսի մահից հետո Պիղատոսը կանչվեց Հռոմ, մեղադրվեց եւ ընկավ դժբախտության մեջ։ Ըստ ավանդության նա ինքնասպան եղավ։ Դրանից հետո նրա մարմինը նետեցին Տիբեր գետը եւ ջրերը ալեկոծվեցին, կարծես նրա մեղքի հիշեցմամբ։ Եկեղեցական ավանդության մեջ հիշատակվում է նաեւ Պիղատոսի կինը, Պրոկուլա Կլաուդիան, որին իր երազում զգուշացվեց. «Մի արա այդ արդարի դեմ ոչ մի բան»։ Ավանդական պատմություններում նա դրանից հետո քրիստոնյա է դարձել։ 1961 թվականին հռոմեական Կեսարիա քաղաքում անցկացված պեղումների ժամանակ իտալացի հնագետ Անտոնիո Ֆրովայի գլխավորացնագետների խումբը հայտնաբերեց մի քար, որի վրա գրված էր «Պոնտացի Պիղատոս, Հուդայի կառավարիչ տողերը»։ Այս արձանագրությունը նշում է նաև, որ Պիղատոսը նվիրվածություն է ցուցաբերել կայսեր Տիբերիոսին, հավանաբար կանգնեցնելով մի կառույց նրա պատվին։ Այս գտածոն եւս մի ապացույց էր Պոնտացի Պիղատոսի իրական գոյության մասին։ Ամփոփելով, Պոնտացի Պիղատոսի պատմությունը մեզ հիշեցնում է կարևոր ճշմարտություն։ Ճշմարտության առաջ չեզոքություն չկա։ Նա ուներ հնարավորություն արդարություն գործելու, բայց ընտրեց ամբողջի ճշմարտ տակ հարմարավետությունը։ Հիսուս Քրիստոսը ասաց. «Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Իսկ Պիղատոսը հարցրեց. «Ինչ է ճշմարտությունը»։ Բայց չսպասեց պատասխանին։ Պոնտացի Պիղատոսը պատմության մեջ մնաց որպես դատավոր, որը ճանաչեց անմեղին, բայց մատնեց նրան մահվան։ Նրա կյանքը նախազգուշացնում է մեզ. երբ կանգնում ենք ճշմարտության առաջ, ընտրությունը չի կարելի թողնել չեզոքության վրա։ Քրիստոնեական ավանդությունը Պիղատոսին դարձնում է օրինակ այն մարդկանց, ովքեր ճշմարտության դեմ մեղսակից են, նույնիսկ լռությամբ։ Այսօր յուրաքանչյուրիս հարցն է. արդյոք ես խիզախորեն կանգնում եմ ճշմարտության կողքին, թե լվանում եմ ձեռքերս եւ նայում կողքից։